Սրբազանից ավելի շուտ, որ կարծես թե մեր ներսում են մասին ասել, որ Սրբազանը անհապաղ վիրահատության, Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի եւ ըստ իրեն ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկներ կա, որտեղ փաստաբանը դիմել է, որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա եւ չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը, ընդհանրապես պետք է որ անձը դիմում ներկայացնի եւ այդ դիմումը կքննարկվի եւ կներկայացվի համապատասխան պատասխանը եւ կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն առողջության պահպանման ուղղված։ Հաշվի առնելով Չէ, դիմումը այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի ՕԱԿ-ին համապատասխան քաշքշուկների մասին։ Կներեք, բայց մենք ներողություն եմ խնդրում, ոչ, դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, սա գիտեք ինչին է նմանվում, երբ որ փաստաբանները ոչ, սա նմանվում է այն իրավիճակին, երբ որ փաստաբանները արգելված էին մուտք արել քրեակատարական հիմնարկ, իրենց հետ տարել էին իր, որը իրականում արգելված չէ, բայց արել էին դա սահմանված կարգի խախտմամբ։ Հիմա մեր պետությունում, եթե գործում է օրենսդրություն, կա նաև սահմանված կարգ, եւ հատկապես եթե հարաբերությունների մեջ փաստաբաններն են, շատ ոչ թե գովելի է, այլ պարտադիր է, որպեսզի փաստաբանները պահպանեն սահմանված կարգը եւ խոսքը դրա մասն է եւ եթե խնդիր ունեն սահմանված կարգի պահպանման, մենք իրենց իհարկե կուղղորդենք եւ միշտ պատրաստ ենք։ Չի կարող առաջացնել խնդիր, որովհետեւ մենք խոսքը գնում է մարդու առողջության բացարձակ որևէ խնդիր վերաբերյալ եւ յուրաքանչյուր նրան տեսակցողներն են ներողություն ավարտել մահազանգում ծայրահեղը եւ անհապաղ վիրահատության խնդիր ունի եւ վերջո այստեղ արտարդատություն իրականացնող մարմինը գլխավոր դատախազությունը ունեն բացարձակ լիազորություն որոշակի առումով միջամտելու որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, ով գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի եւ այնտեղ պահող անձանց հետ։ Գուցե չի հայտնվել եւ տեսեք, որպես նախարար ձեզ իրավասու։ Իմ պատասխանը հետեւյալն է. այն պահին եւ այն ժամանակ, երբ կներկայացվի համապատասխան դիմում, մենք այդ ոչ թե մենք, այլ համապատասխան գերատեսչությունը, դիմումը նախարարությանն էլ չի ուղղված, այլ ավելի առողջապահության նախարարությանն է ուղղված, մեր գործընկերները վստահեցին, որ համապատասխան գործիքակազմ գործի կդնեն եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Մինչ այդ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել եւ եւս մեկ անգամ կրկնում եմ այսօր նրանց եւ նրան կմոտենա համապատասխան իրավաբան, որը քրեակատարական ծառայության իրավաբանն է, եւ կպարզաբանի իրավունքը եւ նաեւ կխնդրի դիմում ներկայացնել մեր գործընկերներին դա փոխանցելու նպատակով։ Նրանց այսինքն փաստաբաններին, չէ, փաստաբաններին չէ, պատիժ ներողություն, խափանամիջոց կրող անձ։ Այսինքն քաղաքական իշխանությունը չի խոչընդոտել որպեսզի որ մենք որևէ խնդիր ցանկացած անձի առողջությունը իրականում պետության հոգացության ներքո է, ով գտնվում է անազատության մեջ։ Այսինքն անկախ նրանից, թե այդ անձը ով է, մենք որպես պետություն պարտավոր ենք հոգ տանել առողջության մասին։ Ուղղակի եւ ուղղակի աբսուրդային եմ համարում նման մանիպուլյացիոն ձևակերպումներ պարունակող հայտարարությունները եւ նաեւ պարոն Դանիելյանը շատ շուտ լքեց մեր քննարկումը ցավոք սրտի ես հիմա եմ պետք է լքեմ, որովհետև այլ հանդիպում ունեմ, բայց այս հանդիպումը նախաձեռնվել էր հենց իր խնդրանքով։ Մենք հասցրինք այլ շատ կարևոր հարցեր նաև առանց իրեն քննարկել, բայց ինքը հանդիպումների դահլիճը լքեց այն ժամանակ, այո, երբ որ այդ հարցը բարձրացրեց վերջում եւ գնաց։ Իհարկե սկզբից ներկա է եղել եւ մասնակցեց որոշակի առումով։ Դուք ասում եք, որ յուրաքանչյուրի առողջությունը ձեր ուշադրության ներքո ովքեր ճարերի տան կողմ եք գտնում։ Այդ դեպքում այդ 23 մահերը մեկ տարվա ընթացքում վիճակագրությունը։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դա խիստ մտահոգիչ է, բայց այսօր մենք վիճակագրությունը կրկին ներկայացրինք եւ տեսանք, որ ամենաշատ մահերը 30 եւ ավել նույնիսկ որոշ տարիների ընթացքում գրանցվել են 2014-ից 16 թվականների ընթացքում։ Սա ամենևին ինչ որ
փաստարկ չէ, որը միտված է ասելու, թե մահերը քիչ են, ոչ, մահերը շատ են եւ մահերը ունեն տարբեր պատճառներ, դրանցից 8-ը ինքնասպանություններ են, հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից, 8-ը տեղի է ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում, այսինքն առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրանք տեղափոխվել են համապատասխան բուժ հաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել, իսկ մյուս մասի հետ կապված էլ իհարկե բոլոր դեպքերում են հարուցվում քրեական գործեր, բայց եւս կարող եմ ասել, որ հիմնականում կամ առավելապես կապված են եղել առողջական որոշակի խնդիրների հետ։ Ինչ քննարկեցինք այսօր։ Քննարկեցինք, որ անհրաժեշտ է ավելի արագացնել կառավարության 825-ն որոշման փոփոխությունների կատարումը, ինչու եմ ասում արագացնել, որովհետև որ սահմանում է պատժի կրման եւ կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը։ Մենք դա փոփոխում ենք ու առողջապահության նախարարության գործընկերների հետ բավական մեծ աշխատանք արդեն արել ենք այն հանձնաժողովների ձևավորման փոփոխության մասով, որոնք ոլորտում գործում են եւ փորձելու ենք այնպիսի մոտեցում ունենալ, որպեսզի այն դեպքերում, երբ առանձին հիվանդությունները չեն անցհատում այն շեմը, որոնք համապատասխանում են կոնկրետ հիվանդությանը, այդ ցանկում նշած, հնարավոր լինի գնահատել նաև հիվանդությունների համակցությունը, որպեսզի այդ համակցության առկայության դեպքում անձինք կարողանան հավակնել չկրել պատիժը կամ խափանման միջոցը։ Եվ մենք հարցում տեսեք երեք Նիկոլ Փաշինյանն այստեղ շարունակելով թեման ես սալանավորների հետ կապված մի հարց ունեմ, տամ հետո նոր անցնենք այդ թեմային։ Այս մավան դեպքերի հետ կապված Տիկին Գայլյանը մեզ հասած տեղեկություններով մավան դեպքերից մեկով, իսկ ինքնասպանության 2 դեպքերով անձնիկ ունեցել են առողջական խնդիրներ, բարձրաձայնել են այդ մասին, ահազանգել, սակայն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Դուք այս սցենարը բացառում եք, որ կալանավոր կամ ազատազրկված խնդրի մասին ասի։ Որքանով որ ինձ է զեկուցվում եւ ես խնդիր չունեմ մտածելու, որ զեկուցվում է սխալ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի պարագայում առողջապահության նախարարության մեր գործընկերները շատ հրատապ արձագանքում են։ Եվ նման իրավիճակներ չենք ունենում, որ մեր գործընկերները հապաղեն բժշկական օգնություն ցուցաբերելիս։ Մենք այդտեղ 2 գերատեսչությամբ ենք հսկողությունը իրականացնում եւ շատ լավ համագործակցություն ունենք արագ արձագանքի ձևավորման համատեքստում ու այդպես էլ աշխատում ենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը երեք Գյումրիից վերադառնալուց հետո գրառում էր արել, որ քանի որ 301 թվականին հայրաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, կա օրինակ իր կողմից կա գաղափար, որ 10-55 բոլոր կարդացել եք վստահաբար գրառումը, այսօր էլ ասում էր, որ դրոշ պետք է տեղադրվի։ Օրինակ եւ դրոշ է ասում, տեսնենք եկեղեցում, սա արդյոք սահմանադրությանը հակասող չէ, սա արդյոք խնդրահարույց չէ։ Եթե տեսեք դուք միշտ հարցերը տալիս եք 2 տարբեր ձևակերպումներով, մեկը արդյոք եկեղեցին պետության մաս չի եւ սահմանադրությունում քանի որ նշված է արդյոք եկեղեցականների գործերին միջամտելը չի նշանակում սահմանադրական կարգի տապարում, դա հասկացանք որ ոչ, արդեն հիմա հարցի երկրորդ կողմից եք տալիս, ասում եք արդյոք դրոշ տեղադրելը իսկ ինչ որ մեկը հերքում է, որ պետության կողմից է հիմնադրվել եկեղեցին ու վերջո եւ ճանաչվել որպես պետական կրոն։ Չէ, շեշտադրում, չէ, պետությունը որոշել է, պետությունը որ որոշել է։ 2 առաջարկների պետությունը որոշել է պետական կրոն է։ Այո, բայց ոչ թե եկեղեցին է։ Հա, եկեղեցին չի հիմնադրել պետությունը բարձր։ Ես կարծում եմ նպատակը եւ գաղափարը մեր պետության, պետականության գիտակցման, պետության, ամրության գիտակցման եւ միասնականության գիտակցման մեջ է։ Եվ յուրաքանչյուր կազմակերպությունում էլ, այդ թվում եւ կրոնական հատկապես եկեղեցում, քանի որ եկեղեցու դերը ընդգծված է սահմանադրությամբ, ինչու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության դրոշները եւ ինչու չի կարող հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Դուք ինքներդ եք ասում, դա գաղափար է։ Այո, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել եւ Ճիշտ է, որ կառավարության նիստերն էլ պետք է տերունական աղոթքով սկսվեն։ Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց դեմ չէի լինի, եթե անկեղծ լինեմ։ Բայց օրինակ ԱԹ-ից նախարար ունեք, ոնց պետք է լինի։ Դե այդ դեպքում ես ասում եմ, ես դեմ չէի լինի եւ պատասխանում եմ ին փոխարեն եւ քանի որ հարգում եմ այլ անձանց իրավունքները, ես որպես իրավաբան վերջում բարձ է որ ինչ որոշման կողմնակից կլինեն։ Չէ, հակառակն եմ ասում, քանի որ կան մարդիկ, որոնք ունեն այլ
կողմնորոշում կրոնի եւ հավատքի հետ կապված, իսկ մեր երկրում գործում է ազատության իրավունքը, կրոնի, խղճի, մտքի, դավանանքի եւ այլն։ Ես այդ իրավունքի պաշտպանության կողմնակիցն եմ միշտ։ Եվ Տիկին Գայլյան, կներեք, այնինչ տեղի ունեցավ, հեսա վերջացնում ենք 7 վերք եկեղեցում, պատարակի նախորդ օրը դռները այսպես ասած պլոմվեցին, որևէ մեկի մուտքը թույլ չէին տալիս հոգևորականներից Շիրակի թեմի հետո տեսնում ենք, որ եկեղեցու ամբողջ դռները պետական պահպանության ծառայությունների կողմից վերահսկվում էր եւ միայն մեկ տեղից օրինակ հնարավորություն կար եկեղեցի մտնել։ Այս ամենը արդյոք խնդրահարույց չէ գնալ եւ տվյալ հոգևորականին ասել քո սպասավորման վայր մի մտի, դա նույնն է որքան նախարարություն եւ չթողեն ձեզ մտնել նախարարություն եւ ինչ որ մեկը ձեր փոխարեն նախարարի պարտականություններ կատարի։ Իսկ ինչի մենք հետ հայաց չենք նայում դրան նախորդող իրավիճակին։ Այսինքն, եթե հնչում են ինչ-որ արտահայտություններ, որ թույլ չի տրվելու պատարակ իրականացնել եւ ժողովուրդը հնարավորություն չի ունենալու իրացնել իր իրավունքը մասնակցել պատարակին, մենք խոսում ենք այն երևույթի մասին, որը միտված է այդ խնդիրը կամ հնարավոր խնդիրը չեզոքացնելու։ Իմ պատասխանը դա է։ Եկեք բոլոր երևույթներին նայենք ճիշտ եւ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Իսկ այն քաղաքացիներին, որ ոտնի ուժ կիրառելով հանել են դուրս, ինչ է նրանք կաթողիկոսի անունը։ Ես կարծում եմ, որ հասարակական կարգի պահպանման պատասխանատուներ կան, ես չէ որ պետք է գնահատեմ իրենց գործողությունների իրավաչափությունը, եթե դրանք հատում են իրավաչափության սահմանը, վատ է, եթե չեն հատում եւ միտված են հասարակական կարգի պահպանմանը, լավ է։ Տիկին Գայլյան, ներողություն, իսկ այդ դեպքում ինչպես է ստացվում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոս գոռացողը հասարակական կարգ խախտող, իսկ նույն եկեղեցում կտրիչը կաթողիկոս չէ գոռացողը հասարակական կարգ խախտող չէ։ Կրկնում եմ, այն բոլոր գործողությունները, որոնք իրապես միտված են հասարակական կարգի պահպանմանը, դրական են գնահատում, այն գործողությունները, որոնք միտված չեն կամ ենթադրում են լիազորությունների չարաշահում, վատ եմ գնահատում։ Հիմա կներեք, Փաշինյանը չի չարաշահում լիազորությունները, հաշվի առնելով, որ Սահմանադրության պետությունն ու եկեղեցին անջատ են, թելադրում է, որ եկեղեցուն պետք է հնչի օրհնել եւ պետք է դեպի դրոշը։ Դուք ինքներդ նոր նշեցիք, որ մի գաղափարով է կիսվել եւ գաղափարով կիսվելը դեռ թելադրել չի նշանակում։ Ես առաջարկում եմ, երբ որ կնկատեք որևէ թելադրանք ապագայում, նորից այս հարցը բարձրացրեք։ Դուք ինքներդ կողմ եք, եթե ոչ կարող եք նրան